կանգնացրել է անհիմն, կանգնած տեղը։ Ես այդտեղ ապրանք եմ տվել ընկերոջս, կամերաները ֆիքսել է։ Փողոցի մասին։ Այո, ընկերս այդտեղ էր, ասեց ապրանք էր ուզել, տարա իրան տվեցի, կամերաներն էլ ֆիքսել է։ Այդ պահին բեռնատար էր իջնում, խցանում եղավ փողոցը, սպասեցի, որ խցանումը ազատվի, որ դուրս գամ։ Դե հնարավոր չէր դուրս գալ։ Խցանումը ազատվելուց հետո մեքենայով բարձրացել եմ դեպի վերև, որ գնամ տուն, ճանապարհը փակ էր, բարեկները փակել էին, մի փոճուր արան կար, որ մեքենա անցներ։ Ուզում էի անցնել, որ գնայի, կանգնած տեղից կանգնացրել է։ Բարև, բա փաստաթղթեր ասում եմ, ինչի համար, ինչ եմ արել, բա տվեք կասեմ։ Փաստաթղթերը ներկայացրել եմ լրիվ նորմալ։ Նայեց, բա Ռոբերտ ջան, պետք է գնա մեքենան տուգանային պլաշատկա, ասում եմ ինչի համար։ Բա ձեր մեքենան ռոզիսկի տակ է։ Ասում եմ ոնց ռոզիսկի տակ է, ես ամեն օր այս մեքենան վարում եմ։ Բա այս պահին ռոզիսկ է ձեր մեքենայի վրա, գնանք տեղում կբարձաբանենք։ Ասում եմ ախր այդպես չի նում, ոնց է ստանում իմ ավտոն։ Բա ձեր մեքենան տեղ զնում չունի, ասում եմ չունի, պրոբլեմ չկա, արձանագրեք խախտումը, եթե տեղ զնում չունի, ինձ ճանապարհեք։ Բա չէ, մեքենան պետք է գնա տուգանային հրապարակ ցուցումով։ Հետո ցուցում դառավ։ Լավ ասեցին։ Ու ինձ դնում կողքը մեքենայի, ճանապարհին բարեկը նկարվում է իմ մեքենայով, արագաչափը ֆիքսում, ասում եմ խի նկարվեցի։ Բա խնդիր չկա, որ ակտը կգա, մենք այդ ակտի հարցը կլուծենք։ Լավ ասեցի։ Դե չգիտեմ, արագ են ինձ թվում է նկարեց։ Մոնտե Մելքոնյան փողոցի վրա նկարվել է մեքենան, 80 ավել արագությամբ։ Ես այդպես կարծեցի։ Վերջը եկանք տուգանային հրապարակ, նույն ժամանակահատվածում մեքենայեր, որ բերում էին, որը քարշակով, որը էլի պարեկները, նույն բարձաբանումս այդ մյուս վարորդներն էին տալի, ասում են ինչի համար, բա գնացեք առավոտը գգաք կիմանաք, ես որ հասանք տեղ, ասում եմ դե իմ ռոզիսկը ցույց տվեք, իմ մեքենայի ռոզիսկը ցույց տվեք, բա առավոտյան գգաք, ձեր մեքենան կտանեք ժամի 9-ին։ Առավոտյան 9-ին իջնում ենք, ասում եմ մենք հրաման չունենք այնտեղ, որ ձեր մեքենան տանք, գնացեք բարեկային ծառայություն, եկել ենք ստեղ, ոչ մի բան, ասում է Խուդինյանը դուրս էր գալի այդ պահին, ասեց ժամի կեսօրից հետո գգա կտանեք։ Մեզ այտենց ասին, ինքը չասեց, ասեց Խուդինյանն ասել է կեսօրից հետո գգա կտանեք։ Տեսանք որ չէ, էլի անիմաստը գնացինք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնտեղ ներկայացին խնդիրը ինչումն է, որ անհիմն մեր իրավունքները խախտված, մեր մեքենան մեր ձեռից տարել են, հասկանում եք, մեր սեփական մեքենան։ Ու ասեց մենք բանավոր, գրավոր հարցում կանենք նախարարին, կպատասխանեն մեկ օրվա ընթացքում։ Մինչև օրս դրա պատասխանը չկա, զանգում ենք մարդու իրավունքների գրասենյակ, ասում են չկա։ Զանգել եմ կառավարության թեժգից, կառավարության թեժգիջը դիմում գրեք, դիմումն էլ եմ այսօր գրել ներկայացրել, մինչև հիմա գալիս ենք ստե ասում է գրավոր։ Ու ոչ մի բան, ոչ մեկ մեզի բանի տեղ չի դնում, գոյն է իջնի, մեկը ասի հարգելի քաղաքացի ձեր մեքենան կմնա խոսքի 5 օր, կմնա մի օր, կմնա 2 օր, կմնա 15 օր, գոնե մենք գնանք մեր գլխի ճարը տենանք։ Դուք կարծիքով սա կապ ունի Սամվել Կարապետյանի տան դիմաց իրականացվող ակցիայի կամ աջակցության հետ կա Սամվել Կարապետյանին։ Այդ հավատանեմ իմ մասով, ես ասում եմ թող իմ կամերաները իրանք լավ էլ հնարավորություն ունենային, ես այդ պահին ինչ եմ արել, ինչ ապրանքայի չէի մեքենայից եւ թող ստուգեն ես ընդամենը այդտեղ գնացել եմ, կանգնել եմ, իմ ապրանքը տվել եմ, ուզեցել եմ գնամ տուն, պրոստը չգիտեմ խի ինձ բերել եմ բլաշատկա, ասում եմ անհիմն պատճառով, ու խաբելով փաստացի, որ իմ մեքենան ռոզիսկ ունի։ Ոչ մի տեղ ձեր չեն ներկայացել, որ Ոչ մի, ասում եմ ցույց տվեք ռոզիսկը, ցույց տվեք, խնդիր չկա, տարեք, ցույց տվեք, ասում եմ այնտեղ տեղում, գնացել ենք տեղում էլ, ասում եմ գնա առավոտ 9-ին գաս, ռոզիսկ չկա, ավտոտ կտանես։ Պատկերացնում եք, առավոտվա 9-ը մինչև հիմա է։ Ու սենց, էլի ոչ մեկ, ասում եմ գոնե մեկը, այս մարդիկ զզել են արդեն, այս անցագետի գալիս ենք, ասում եմ մենք տեղեկություն չունենք, գնում ենք գայի պլաշատկեն, ասում եմ ես սպասում եմ հրամանի, գնում ենք սենտե ոչ մի կոնկրետ պատասխան չի տալիս, ոչ մեկ, որ ասեն գիտեք ինչ կա, սենց ալնելու կամ սենց ալնելու, ոչ մի պատասխան չկա։
Ախր չեն բանանը, որ մենք այդ մեքենայով ապրում ենք։ Մեր տան հոգսերը այդ մեքենան է հոգում։ Մենք չունենք իրանց նման 20 հատ ավտո, պատավատներ եւ այլ, որ ասենք դա մի հատ տարել են M1-ով մեր հարցը կլուծենք։ Ես իշքան տաքսով փող տամ տրանսպորտի կամ իմ երեխուն իշքան տաքսով ճանապարհեմ էս կողմ են կողմ։ Ախր այդպես չի նում էլի, ասում եմ մենք իրանց նման չունենք տասնյակ մեքենաներ, պատավատներ։ Մենք այդ մի հատ ունենք քրտինքով աշխատած առած ավտոյա, որով մենք մեր ընտանիքն ենք բաղում, մեր կարիքներն ենք հոգում այդ մեքենայով։ Այդ էլ որ վեկալել են, վերել են անիմը բայել են, բա մենք ինչ անենք։ Խնդիր չկա, թող իրենց մեքենաներից մի հատը տրամադրեն, ուսումա տարիներով թող պահեն, պրոբլեմ չկա։ Թող իրենց պատավատներից, իրենց անձնական մեքենաներից, ասեն Ռոբերտ ջան, վեկալ գնա, քո տան հարցերը, կարիքները լուծի, պրոբլեմ չկա, ավելի լավ, թող մեքենան կանգնի ինձ ամիսներով, չի փչանա։ Այսքանը ինչ ասեմ, չգիտեմ։ Էլ ասում եմ, տեղ չի մնացել, որ չեն գնացել։ Մարդ իրավունքներից, կառավարությունից, տեղից արդեն հոգնել ենք։ Դաժ ուզում են գնենք մապի, մի պահ մապի գրասենյակ եթանք, ուր եթանք, չգիտեմ, որ դեսպանատուն եթանք։ Ոչ մի օրինական երկրում սեզվան չկա, էլի, որ մեքենան մարդուն իջացնեն, ասեն ռոզիսկա, խափեն, ախր այսօր ոստիկանը մեր երկրի պատիվն է։ Եթե ոստիկանը խափում է, Ասում են քաղաքացին կայանում է մեքենան, բայց կարող է իր կայանած մեքենայի տերը չլինել։ Ախր իմը կայանած չի եղել, իմը ընթացքի մեջ տուն գնալու ճանապարհին է եղել։ Հա, եթե ես կանգնած լինեի արգելված գոտիում, ինչ-որ մի խախտում արածնեի եւ այլ, կասեի լավ, դե խնդիր չկա, կարգ եմ խանգարել, մեքենաս տարել են Տուգանային հրապարակ։ Ընթացքի ժամանակ կանգնեցրել են, դոկումենտներս նորմալ, պրավես տեղում, ազնագիրը մեքենայի մոտս, ասել են ռոզիսկա ավտոյիդ վրա, վсё, ռոզիստ էլ չկա, մինչև առեսօր չկա։ Ասում եմ, մեր ոստիկանը, մեր երկրի ոստիկանը պետքա պայքարի այդ խաբեբայության դեմ, դի պայքարի անօրինականությունների դեմ, իսկ մեր ոստիկանները դուրս է գալիս են, որ ակնհայտից խաբել են, իմ մեքենան ռոզիս չկա, ասել են ռոզիս կա ու վերել են Տուգանային պլաշատկա։ Այդքան է կարամ ասում։ Ինչ սպասելիք ունեք, հա, այս ոստիկանության բարեկային ծառայությունից ինչ սպասելիք ունեք։ Տարբեր Իսկ պային ասում եմ այս ձեր ցավը տանեմ, ինչ սպասելիքի մասին է խոսքը, ասում եմ երրորդ օրն է, մեզ ոչ մեկ